Միգուցե այս ամեն ինչը նաև շատ օգտակար է։ Ինչ իմաստով։ Ասեմ, օգտակար է, որ բացվում են մեր աչքերը։ Մենք հասկանում ենք, որ լինում են շատ տարբեր եկեղեցականներ։ Եվ իրականում այն հավատացյալները, որոնք գնում են այդ եկեղեցի, մոմ են վառում, լսում են քարոզներ, իրանք պետք է հարց բարձրացնեն։ Ասեն Տեր հայր, բա քարոզում է սեր, հանդուրժողականություն, վերջ-վերջո եկեղեցին դա Աստծո տաճարն է, Աստծո տունն է, եւ դու պարզապես սպասավոր ես այստեղ, ոչ թե Տերը, Տերը Աստվածն է։ Ինչու ես վերցնում քո վրա Աստծո դերը։ Ես միգուցե ոչ այդքան ճիշտ եմ ասում, մեկնաբանում, հա, քրիստոնեությունը, նել ասեմ, բայց էլ եմ կրկնում, կան տարբեր եկեղեցականներ։ Գիտեք, ընդհանրապես այդ ընդհանրացումները, որ մենք անում ենք, հա։ Իսկ եկեղեցին հոգևորականի, այսպես ասած, սեփականությունն է, որ ինչպես է Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ասում էին տարածքն է, ոչ հոգի չեմ թողնում։ Դեր եմ ասում, նայած սա լուրջ խոսակցություն է, որն է եկեղեցու դերը։ Հիմա ես ասում եմ էլի, ես կարծում եմ եկեղեցու դերը ցույց տալ մարդուն, յուրաքանչյուր մարդուն, ճանապարհ դեպի Աստված։ Նույն բանն է, եթե բժիշկը հայտարարի, որ նա նիկոլականներին չի ընդունում հիվանդանոցը։